պատրաստ լինելուն պես ասել։ Պարոն Հարությունյան, նախ ուզում եմ ներկայացնել, քանի թեկնածու կա ձեր ցուցակում, ինչքան թեկնածուով եք փաստաթղթեր ներկայացրել։ 283, մենք արդեն էլեկտրոնային համակարգով բոլոր փաստաթղթերը ներբեռնել էինք համակարգ, այսօր կարգի համաձայն արդեն թղթային տարբերակները ներկայացրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ես ուզում եմ ասել, որ եւ այդ ամեն ինչը եղել է հրապարակային, դուք էլ ինչ-որ չափով մասնակցել եք մեր ընտրությունների process-ին, մենք սա շատ վաղուց ենք սկսել, դեռևս անցած տարվա վերջից ցուցակի ձևավորումը եւ արել ենք դա ժողովրդավարական համակարգերին բնորոշ բոլոր հնարավոր գործիքներով։ Առաջին փուլում մոտ 300 թեկնածուներ քվեարկվել են, առաջին 50-ը որոշելու համար, այնուհետև երկրորդ փուլով 50-ի մեջ եղել է, այսպես ասած, քարոզարշավ եւ ընտրապայքար ներկուսակցական ֆորմատով եւ ձևավորվել է լավագույն 50-ը, այդ տրամաբանությամբ նաեւ բաշխվել են տեղերը եւ ներկայացրել ենք ցուցակները։ Բաց է նաեւ հիմա հրապարակվելու է այդ լրատվամիջոցների հանրության համար բաց են այդ ցուցակը։ Ամբողջությամբ նկատի ունեմ, ամբողջությամբ հրապարակված է։ Այո։ Պարոն Հարությունյան, ինչ ակնկալիքներ ունեք ընտրությունների արդյունքներից, որտեղ իշխանությանը պետք է 65% հավաքել, որպեսզի հնարավորություն ունենա սահմանադրության նախագիծը հավանության արժանացնել խորհրդարանում, եւ եթե դա չունենաք, ինչպես եք պարզ մեծամասնությամբ հավանության արժանացնել։ Սովորաբար քաղաքական ուժերը խնդիրները դնում են իրենց առջև եւ փորձում են լուծել այդ խնդիրները։ Ես վստահ եմ, որ մենք խնդիրը կլուծենք, որովհետև վերջին մեր շփումները հանրության հետ, ընդհանուր տենդենսներն ու process-ները ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն, իսկ հետո, երբ որ ինչ-ինչ պատճառներով խնդիրներ են առաջանում, ես վստահ եմ, որ այդպեսին չի լինի, ուղղակի քաղաքագիտության մեջ այդպես է, քաղաքական գործիչները արդեն բացատրում են process-ից հետո, թե ինչու դա չեղավ, բայց մենք դրան չենք անդրադառնում, որտեղ մեր առջև դրել ենք նման խնդիր եւ հայտարարել ենք դրա մասին։ Եվ իշխանությունը քննադատությունների թիրախում է հայտնվել մանկահասակ երեխայի մորը, որը նաեւ ուժեղ Հայաստան կուսակցության թեկնածուն է, բերման ձերբակալելու, բերման ենթարկելու հետո արդեն նաև փոխվեց խափանման միջոցը, բայց այնուհանդերձ դուք ինչպես եք ձեզ ուղված, ձեր իշխանություններին ուղված քննադատությունները մեկնաբանում, Կարապետյանի թիմից ասում են, որ այնքան է վախեցել արդեն, որ մանկահասակ երեխաների մայրիկներին են ձերբակալում։ Գիտեք, մինչև 18 թվականին չի ընդդիմությունը չէր հաջողում, որովհետև այդ ընդդիմությունը ռեալ իր ուժերն ու հնարավորությունները չէր կարողանում գնահատել եւ ամեն թեժաշուն, թեժգարուն process-ներում եւ երբեմն չէ նաեւ համապետական ընտրությունների ժամանակ մի հատ շատ, այսպես ասած, չարչերկված եւ արդեն վերջում ծիծաղ առաջացնող արտահայտություն կար, որ հիմա այս ընդդիմությունն է սկսել կիրառել եւ օգտագործել ռեժիմը խոճապի մեջ է։ Հարգելի գործընկերներ, մեր մոտ աշխատում են ինստիտուտներ եւ երբ որ մարդը հանցանք է գործում, այս դեպքին չեմ անդրադառնում, առհասարակ լինի երիտասարդ կին, լինի ուրեմն ծեր տղամարդ, լինի պաշտոնյա, համակարգ արձագանքում է եւ ըստ սահմանված օրենքների տվյալ դեպքում քրեական օրենսգրքի գործում է եւ ինք չի նայում, որ ընտրակաշառք տվողը ծեր մարդ է կամ մանկահասակ երեխա ունեցող մեկն է։ Մանավանդ որ ես կարծում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան միջնորդություններ ներկայացնելիս նաև այն տրամաբանությանը, որ գիտեմ, առաջնորդվել է հումանիստական նկատառումներով։ Տեսեք, երեք նշում էին, որ ՔՊ-ի 24-րդ համարն էլ է ըստ էության զբաղվում ընտրակաշառքով։
հիմա կոնկրետ չեմ հիշի, բայց իրենք նշում էին, որ 24-րդ համարը զբաղվում է Սիրելի լրագրող, նախապատրաստվեք հարց տալու, նոր Ես տվեք։ նախապատրաստված եմ, ամեն Խնդրում եմ դեպքում։ ասեք 24 համարը ով է։ Լուսինե ազգանունը չեմ հիշի այս պահին, Մենք բայց նշում չունենք էին։ 24 համար Լուսինե։ Այդ դեպքում ինչպես էին նշում, որ զբաղվում է։ Ինչպես է նշում, երբ որ այդպիսի լուրը իմանում եք, մի հատ փորփրեք, մի հատ տեսեք ով է դա, համոզվեք, որ այդտեղ կասկածելի բան կա, արդյոք դա իրականություն է, նոր ասեք, ձեր 24 համարը ինչ որ Լուսին է։ Պարոն Հարությունյան, ասում եմ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը Հայաստանը եւ ուժեղ Հայաստանը չեն հաղթահարելու անցյալը, նաեւ հայտարարել էր, որ 65% ձայներին իրենք ունենալու, օրինակ այդ եզրահանգմանը եկել է 24 համարը Ղազան Սոնանա, չէ՞։ Ղազան Սոնա, իմացեք, մեր 24 համարը եւ ինչ որ Լուսինե չի։ այդ եզրահանգմանը ձեր Մի հատ նորից խնդրում եմ հարցնել։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը անունները նշեց չեն հաղթահարելու անցողիկ շեմը։ Միջև այդ էլ հայտարարել էր, որ դուք 65% արդեն ձայներ ունեք։ Օրինակ դուք այդ եզրահանգմանը եկել եք ձեր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ։ Նաեւ, բայց նաեւ այսպես գիտեք, եթե հիմա լիներ 17 թիվը եւ դուք տեսած լինեիք բազմաթիվ կեղծված ընտրություններ, կարող եք նման հարց տալ, բայց երբ որ անցել է 8 տարի եւ դուք գետ 1 կեղծված ընտրություն չեք տեսել, կարծում եմ այդպիսի հարցեր պետք չի տալ, ինչը մրցակցային չի։ մրցակցային միջավայր չեք ապահովել։ Դուք օրինակ վաղուց սկսել եք քարոզարշավը, բայց օրինակ ուժերից մեկին պահում եք կալանքի տակ ղեկավարին, որը կարող է Հարգելի լրագրող, որ օրենքն ենք խախտել այն process-ում, որ հիմա տեղի ունենում։ Ընտրական օրենսգիրքը ասում է եւ սահմանում է կանոններ ընտրություններից 1 ամիս առաջ սկսվող process-ին, այսինքն պաշտոնական ընտրարշավին։ Ընտրության հաջորդ օրվանից սկսած յուրաքանչյուր կուսակցություն եւ քաղաքական գործիչ կարող է ընտրարշավի տրամաբանության մեջ իրականացնել գործունեություն, այսինքն հաջորդ ընտրությունների հաջորդ օրը, ասենք հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ից կարող է ընտրարշավ անել հաջորդ ընտրությունների համար։ Օրենքը սահմանում է միայն հավասար պայմաններ բուն քարոզչության համար, որովհետեւ մեծ ուժերը ունենան նույնքան ռեսուրսներ կամ նույնքան ռեսուրսի սահմանափակ ռեսուրսի հնարավորություն, ոնց որ մեծերը։ Եվ ես մի բան էլ կավելացնեմ, ես կարծում եմ, որ դուք առնվազն ազնիվ չեք են պնդման մեջ, որ քաղաքական դաշտում այսօր կա եւս մի քաղաքական ուժ, իհարկե խալաստոյ փամփուշտներով կրակող, որը քաղաքացիական պայմանագրից շատ ավելի շատ գործիքներ է կիրառում քաղաքական, նաեւ ռեսուրսներ, նաեւ մարդկային, նաեւ ֆինանսական, բայց դուք դրա մասին չեք խոսում եւ ասում եք ուժեղ Հայաստանին, այն կայքին, որին ֆինանսավորում է։ բայց դուք փաստեր ունեք, պարոն Հարությունյան։ Ինչպես։ Որ բավականին մեծ կանխիկ գումար է մուտք գործում երկիր այս օրերին, հատկապես Ռուսաստանից, դուք ինչ-որ մտահոգություններ ունեք սրա հետ կապված, թե ոչ, նկատի ունենալով նաև երեկվա բացահայտումները։ Ցանկացած շրջանառություն կանխիկի, որը չի հայտարարագրվում, ցանկացած պետության համար մտահոգիչ է, որովհետև իր մեջ պարունակում է այսպես խորշեր, որը պետք է բացահայտվեն։ Եվ ես կարծում եմ, որ մեր իրավապահները եւ նաեւ սահմանապահները, որովհետեւ վերջին շրջանում երեք ռեպորտաժը նայեցի լուրերի քանի դեպք է բացահայտվել վերջին շաբաթներին, բավականին արդյունավետ այդ ուղղությամբ աշխատում են, սահմանափակելու այսպես սև փողերի մուտքը Հայաստանի տնտեսություն եւ Հայաստանի քաղաքական դաշտ։ Պարոն Հարությունյան, փաստեր ունեք, որ մեզ Սամվել Կարապետյանն է ֆինանս։ Կայքյանը չեմ տվել։ Բայց դուք նայեցիք Միկրոֆոնին նայեցի։ Ընդդիմադիրներն են, օրինակ հակառակ պնդումներն են անում,
ասում են հիմիկ բանից, այսպես պնդում են, որ եթե այս տեմպերով գնա, ընտրությունները ազատ անկախ չեն անցնի, կոչ են անում տարբեր ամբիոններից։ Նկատի ունեն ձեր քաղաքացիական պարտներների վարչապետի շփումները, այդ ինչ նպատակով են այդ հայտարարությունները արվում։ Նախ էլի մինչև 18-ը, եթե ընդդիմությունը որևէ կամ լրագրողները որևէ բան տեսել էին ընտրություններում, այդ ընտրությունները որևէ կերպ չեն բողոքարկվել, երբեք չեն բողոքարկվել, կամ մի անգամ են բողոքարկվել, բայց արդյունք չի եղել։ Ինչ վերաբերում է այդ պնդումներին, չեմ կարող ասել, էլի այն հին մինչև 18 թվականը, նաև մեզի նկատի ունի, որտեղ մենք էլ ենք երբեմն այդպես վարվել, այսպես հայտարարություններ էինք անում, որպեսզի հետո ի նկատի ունեմ հավաքական ընդդիմությունը, որպեսզի հետո լեգիտիմացնենք մեր ձախողումները։ Հիմա իրանք այդ ճանապարհով են գնում եւ քանի դեռ ընդդիմությունը մինչև 18 թվական այդ գործելավոճին վերջ չտվեց, որևէ հաջողություն չունեցավ։ Իդեմս այս դեպքում քաղաքացիական պայմանագրի։ Պարոն Հարությունյան, ձեզ հիմնական մրցակից ում եք տեսնում, որ ուժին։ Ում դեմ եք պայքարում այս պահին դուք։ Մենք անկեղծ պետք է ասեմ, մենք հավասար հարգանքով, եթե կա հարգանք հակառակ կողմից, վերաբերում ենք քաղաքական բոլոր ուժերին եւ հավասարապես բոլորին ուշադրություն դարձնում ենք եւ ըստ անհրաժեշտության եւ ըստ քաղաքական process-ների մեկին շատ ենք անդրադառնում, մյուսին քիչ ենք անդրադառնում, բայց մենք բոլորին համարում ենք մրցակից, ովքեր կառաջադրվեն իհարկե։ Անուններ չեք նշում առաջատարը, ովքեր են ընդդիմությունից։ Բոլորին մենք համարում ենք մեզ մրցակից։ Պարոն Հարությունյան, երեք երբ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Գոհար Գումաշյանը խախտել է բարեգործության արգելք, օրինակ մարդկանց արձագանքն էլ այն էր, որ դուք էլ ընտրություններից մի քանի ամիս առաջ թոշակներ եք բարձրացրել։ Դե մենք դրան անդրադարձել ենք, կարծում եմ, այսպես անիմաստ է եւս մեկ անգամ դրան անդրադառնալ։ Պետությունը իր ուրեմն լիազորությունների շրջանակում գործում է եւ մի տարի առաջ էլ բարձրացնենք, պետք է ասեին ընտրություններին ընդառաջ չեք անում, 2 տարի առաջ էլ կարող էին ասել։ Բայց չէ, բարձրացնում եք 2 տարի առաջ թողեցիք ընտրությունները գանոց, բայց այդպես կտրուկ բարձրացնել։ Ինչ պիտի անեին։ Դուք մեր պաստառները շատ են, էլի մեր պաստառները չեք տեսել տարբերությունները, ինչքանից ինչքան է դարձել։ Ընտրություններից 2 ամիս առաջ 10,000 դրամով եք բանը, կտրուկ բարձրացում է դա։ Ինչն է կտրուկ բարձրացում։ Քիչ բարձրացում է 10,000-ը։ Երբ որ Փաշինյանն ասում էր 1000 դրամն անգամ մեծ բեռ է բյուջեի համար, հիմա 10,000 դրամ։ Հարգելիներս, մենք նաև նախորդ կառավարության ուրեմն ծրագրով ունենք որոշակի պարտավորություններ կենսամակարդակի հետ կապված եւ այդ քայլով մեր կառավարության ծրագրի շրջանակներում ենք գործել։ Պարոն Հարությունյան, եւ վերջին հարցը տամ, պարոն Հարությունյան, ոչ ընտրական process-ների հետ կապված, վերջին օրերին շատ ակտիվ քննարկվում է Ծանրամարտի ֆեդերացիայի հայտարարությունը, դուք ուզում եք Գագիկ Ծառուկյանին Օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից հեռացնել։ Ինչու։ Չէ, ընտրական շրջան, երբ որ Ծառուկյանը հայտարարել է մի վարքան։ Հիմա ասեմ։ Դրանով պայմանավորված չի, այլ պայմանավորված է նրանով, որ նախ Ծանրամարտի ֆեդերացիան, որը հիմա գլխավորում եմ, ստանում է ինչ որ կարճ ժամանակ առաջ ասամբլեայից ՀԱՕԿ-ի օրակարգ, որտեղ այլ հարցերի շրջանակներում գրված է ընտրություններ։ Ուզում եք հասկանանք, այդ ինչի ընտրություն է, մի քանի անգամ գլխավոր քարտուղարը կամ մեր աշխատողներից չեմ հիշում ով կապվում է ՀԱՕԿ-ի հետ եւ փորձում է պարզել դա ինչ ընտրություններ են։ Եվ մեզ հասած տեղեկությունից տենց փորձում էին այս ամբողջ process-ը նախընտրական այս փուլում սղացնել, անցկացնել, այնինչ ՀԱՕԿ-ը լուրջ կառույց է եւ անհրաժեշտ է որպեսզի այդ գործընթացները անցնեն պատշաճ մակարդակով եւ այդ հայցն է ներկայացվել նախ այդ ասամբլեայի ընտրությունները հայցի ապահովում ապահովել եւ արժանանակ հետաձգել մինչեւ որոշում կլինի
Եվ երկրորդը մենք մեր հայցի մեջ նաև երբ որ ուսումնասիրեցինք ավելի լուրջ գործընթացները վերջին ամիսներին, նաև ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք կան ՀԱՕԿ-ում։ Եվ ես չգիտեմ այս պահին երբ դա կլինի, որովհետև դատարանը հայցի ապահովում է տվել եւ ըստ այդ դրա էլ նաև երբ որ կլինի վճիռ այս կամ այն կողմ, նոր ըստ դրա կարելի է ամենայն դեպս օրենքն է այդպես ասում։ Եվ ըստ դրա կշարժվենք, բայց բերել այս թեժ փուլում նաև այտենց փորձել խնդիրներ լուծել։ Ասում եք, եթե ընտրություններին չմասնակցել, ծառայությունը չէիք հիշատակել։ Ես ձեզ ասեմ, հարգելի գործընկերներ, եւ ձեզ շատ ուղիղ եմ ուզում ասել, սրա մասին սպորտային աշխարհը չի խոսում, բայց ես հիմա կասեմ։ Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը։ Եվ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին։ Եվ հիմա իրենք փորձում են այսպիսի ուրեմն հնարքներով, շնորհակալություն, հնարքներով ընտրական եւ քաղաքական այս թեժ փուլում անցկացնել այդ ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որպեսզի նա եւս այդպես 4 թե 5 տարի 4 տարի եւս ուրեմն ղեկավարի ՀԱՕԿ-ը։ 65-70 ինչ տարիք եք ասել Նիկոլ Փաշինյանը, թողեք աշխատի։ Թոշակառուներին ձեր կառավարությունն է խրախուսում աշխատել։ Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ես էլ հիմա պատասխանում եմ ձեր հարցին, ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ կանոնադրությունը այլ բան ասեր։ ՀԱՕԿ կանոնադրությունը շատ հստակ է։ Պարոն Հարությունյան, ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին, ես ուզում եմ հասկանալ, հնարավոր է գա մի փուլ, մի էտապ, որ նշեք, որ Սամվել անունով մարդ չի կարող ընտրությունների մասնակցել, որովհետև այդ մասին նաև ՔՊ պատգամավորներից բարձրացրել էին այս հարցը։ Հնարավոր է նման դեպք արձանագրվի։ Ես ձեր բարի ժպիտին ուղղակի կժպտամ նույն կերպ։ Շնորհակալություն։ Հնարավոր է, բայց սա չպատասխանեցիք։ Ես պատասխանեցի ձեզ։ Շնորհակալություն։